Էդուարդ Աղաջանյան, համեցեք։ Շնորհակալություն։ Հարցը սովորում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Պարոն վարչապետ, վերջին օրերին լրագրողական համայնքի կողմից հերթական սկանդալային բացահայտումը տեղի ունեցավ կառավարության իրական դեմքը քողաձեռծող եւ պարզվեց, որ պետական բյուջեն անխնա թալանվում է եւ պարզվեց, որ Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները, պատգամավորները, պետական կառավարման համակարգի աշխատակիցները ստանում են աշխատավարձ։ Որոշ դեպքերում նույնիսկ ստանում են պարգևավճարներ եւ հարցս հետեւյալն է. երբ է վերջ դրվելու այս անխնա թալանին եւ հաշվի առնելով վերջին այս մեր կառավարման օրոք առնվազն կարևոր ժամանակահատվածը մեր պետության համար Ինչու դուք անվճար չեք աշխատում որպես վարչապետ արդեն 8 տարի եւ երբեք վերջը հրաժարվելու ձեր աշխատավարձից շնորհակալություն։ Հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, համեցեք։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Աղաջանյան, ես իհարկե բրիֆինգի ընթացքում վերջին նման հարց հնչել է, նման կամ դրա այդ ուղղությամբ հարց հնչել է, ես ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել հետևյալի վրա, որ 2017 թվականի համեմատ նախ 2025 թվականի արդեն կատարված բյուջեն ավելի քան 130%-ով ավել է եկամտային մասը միայն։ Երկրորդը ուզում եմ մեզ բոլորիս հիշեցնել, որ 2025 թվականի բյուջեում մենք պետական ապարատի պահպանման ծախսերը կրճատել ենք 4%-ով, որը ընդհանուր առմամբ կազմում է 6.5 միլիարդ դրամ։ Այսինքն 2025 թվականին մենք պետական ապարատի ծախսերի համար, այդ թվում աշխատավարձերի եւ այլնի համար կրճատել ենք ֆոնդը 6.5 միլիարդ դրամով պահպանման ծախսերը ընդհանուր առմամբ, ճիշտ եմ, չէ՞, ասում 6.5 միլիարդ դրամով։ Սա մենք ինչի համար ենք արել։ Սա մենք արել ենք հետևյալ տրամաբանությամբ, որ մենք համարել ենք, որ պետք է մեխանիզմներ ստեղծենք, որպեսզի պետական ապարատը ինքը փնտրի եւ գտնի պետական բյուջեում անարդյունավետ ծախսող տեղեր, ուրեմն միավորներ, հաստիկներ, որոնց անհրաժեշտությունը չկա, բայց որոնց վրա գումար ենք ծախսում եւ 25 թվականին մենք 6.5 միլիարդ դրամով փաստացի կրճատել ենք այդ ծախսերը եւ հետեւաբար այն որից հետո մենք ներդրել ենք կատարողականի վրա հիմնված վարձատրության համակարգ, որը պիլոտային ծրագիր է եւ որը մենք նպատակադրված ենք որոշակի փորձարկումների արդյունքում այդ թվում բերել եւ օրենքի տեսք տալ դրան, ինչի համար ենք դա անում, որովհետեւ կարծում եմ, որ եւ դա մեր ռազմավարություններին է վերաբերում, որ մենք պետական ինստիտուտները պետք է ուժեղացնենք եւ ընդհանուր առմամբ պետականությունը պետք է ուժեղացնենք, ինչով ենք մենք ուժեղացնում պետականությունը, նախ մենք սրանով իրականացնում ենք մեր տեսլականը դեռևս 2018-ի, որի համաձայն մենք ուզում ենք ունենալ բառիս բուն իմաստով անարատ եւ որևէ կողմնակի ազդեցությունից զերծ պաշտոնյա։ Այսինքն անարատ եւ որևէ կողմնակի ազդեցությունից զերծ պաշտոնյա, այսինքն զրո կոռուպցիա քաղաքականության իրագործումը։ Արդեն ասացի, որ նոր համակարգը պետք է լինի հիմնված կատարողականի գնահատման։ Վարձատրությունը պետք է փոխկապակցված լինի ծրագրային ստանձնած պարտավորությունների եւ դրանց կատարման ընթացքի հետ, որ արձագանքեք։ Արձագանք։ Շնորհակալ եմ, բնականաբար հարցից մեջ հեգնանք կար այդ պնդումներ անողների նկատմամբ։ Ես կարծում եմ, որ շատ կարևոր նախաձեռնություն է պարոն վարչապետ եւ նաեւ կուզեի ավելացնել պետական կառավարման համակարգում աշխատավարձերի բարձրացումը ուղիղ փոխկապակցված է
բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման հետ եւ ես կարծում եմ, որ դրանով մրցակցայնությունը հստակորեն կբարձրանա եւ բոլորս գիտենք, որ մասնավոր ոլորտից բարձր որակավորում ունեցող մասնագետները դժվար են համաձայնվում աշխատանքի անցնել պետական համակարգում հենց այդ պատճառով եւ հուսամ ձեր այս նախաձեռնությամբ այս խնդիրը կլուծվի։ Շարունակելով ձեր խոսքից ասեմ, որ մենք նաև նկատում ենք, որ որակյալ կադրերի արտահոսք կա պետական համակարգից դեպի մասնավոր հատված եւ նպատակներից մեկը դա է, որը մենք իրականացրել ենք եւ ընդհակառակը նոր կադրերի որակավորված կադրերի պետական համակարգում ներգրավելու հետ կապված խնդիր կա, որը լուծում ենք։ Հաջորդ կարևոր կոմպոնենտը մենք անդադ մեր պաշտոնյաներին ասում ենք եւ կրթությունը հռչակել ենք ռազմավարություն, մենք մեր կարգավորումների մեջ դրել ենք, որ այդ գումարի X%-ը տվյալ տարվա ընթացքում պաշտոնյան պետք է իր որակավորումները բարձրացնելու վրա ծախսի անպայման։ Հաջորդն էլ եմ ուզում ասել, մենք վերջին ամիսներին, վերջին տարվա ընթացքում նաև նկատել ենք, որ պետական պաշտոնյաների նկատմամբ այն մարդիկ, ովքեր անսահմանափակ փող ունեն եւ քաղաքականության մեջ ներգրավված են, պետական պաշտոնյաներին ծանրաբեռնում են անհամաչափ հայցադիմումներով ամենատարբեր անձնական բնույթի եւ պաշտոնյաները ուղղակի հնարավորություն չեն ունենում առաջինը էֆեկտիվ պաշտպանություն, որովհետեւ դա ծախս է, եւ երկրորդը դեզինֆորմացիայի դեմ պայքարում, էլի դա էլ իրավական ծախս է, ընդ որում մենք գործընկերներ ունենք, ովքեր տարիների արդյունքում հաղթել են դատական process-ները եւ ասենք իրենք 1.5 միլիոն դրամ ծախսել են դատական իրենց իրավունքները, բայց իրենց իրավունքներով նաեւ հանրության տեղեկացված լինելու իրավունքը եւ պետական համակարգը պաշտպանելու վրա, ասենք 1.5 միլիոն դրամ ծախսել են, դատարանը որպես ծախսերի փոխհատուցում օբյեկտիվ իր կարգավորումների շրջանակով, ասենք փոխհատուցել է փոխհատուցման որոշում է կայացրել 200,000 կամ 300,000 դրամի չափով, սա նշանակում է, որ հաջորդ անգամ այդ պաշտոնյան ոչ կարող է որևէ դատից պաշտպանվել, ոչ էլ կարող է իր դեմ զրպարտություններով պաշտպանություն գտնել, բայց այս ամենի նպատակը ինչ է։ Այս ամենի նպատակը եւ առաջնային շահառուն քաղաքացին է, որովհետեւ տեսեք ինչ հարց լինում է, չէ՞, քաղաքացու կյանքի հետ կապված, ում են ասում կամ պաշտոնյային։ Մեզ պետք է որ պաշտոնյան գեր կենտրոնացած լինի իր խնդրի վրա եւ որը մինիմալ բան նրան շեղի իր աշխատանքից եւ սա շատ կարեւոր որոշում է եւ ես ուրախ եմ, որ այդ որոշումը կայացրել ենք մենք միասին եւ այո, ես եմ կայացրել, իսկ նրանք ովքեր ասած բան են առանց աշխատավարձի կամ սիմվոլիկ աշխատավարձով աշխատել են վարչապետ կամ չգիտեմ ինչ, հիմա նրանք դոլարային միլիոնատերեր են։ Ես նման խնդիր չունեմ իմ առաջ դրած, շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Դավիթ Դանիելյան, համեցեք։ Դավիթ Կարապետյան, ներողություն։ Շնորհակալ եմ։ Արգելի կառավարության անդամներ, հարցս ուղղում եմ Հայաստանի Հանրապետության Հաջորդը